Հայաստանը չի տեղեկացրել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին։ Մտադիրել չէ դուրս գալ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ Նա հավելել է Երևանը սառեցրել է ակտիվությունը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ հապկի բյուջե իր անդամակցության գումարը չվճարի, կազմակերպության անդամ երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել, սակայն ըստ Պանկինի հավանաբար որևէ մեկին չեն վտարի։ Եվրախորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆերնան Կարտենզերը նամակ է հղել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին, նրա ուշադրությունը հրավիրելով Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների ներկայացության վրա։ Ըստ Armenpress-ի նա անհրաժեշտ է համարել ընդգծել Վարդանյանի կալանավորման եւ դատավարության հետ կապված հրատապ խնդիրները, որոնք չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ Եվրոպացի պատգամավորը հավելել է Ռուբեն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են եւս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ամերիկյան աղբյուրների համաձայն էլ բանակցությունները տեղի կունենան մարտի 11-ին Էրիադում։ Հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Բանակցությունների օրակարգում Ռուսաստանի հետ պատերազմում հրադադարի հաստատման ջանքերն են լինելու։ Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել ռազմական ծախսերը կտրուկ ավելացնելու ծրագրերին, նաև հաստատել աջակցությունն Ուկրաինային։ Նրանք նաև աջակցություն են հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ներկայացրած ծրագիրին, որը պաշտպանական կարիքների համար նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրոյի հատկացում։ Ընդգծելով պաշտպանության ծախսերի զգալի ավելացման անհրաժեշտությունը, Եվրամիության փաստաթղթում կոչ է արվում ամրապնդել ռազմական կարողությունները Ռուսաստանի եւ Բելարուսի հավանական սպառնալիքների դեպքում։ Սիրիական Լաթաքիայում եւ հարավային Դերա նահանգում, որտեղ ապրում են ալևիները, կատաղի բախումներ են գրանցվել անվտանգության ուժերի եւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին աջակցող մարտիկների միջև։ Սիրիայի նոր իշխանություններին ենթարկվող զինված ուժերը մարտական ուղղաթիռներ եւ ծանր տեխնիկա են կիրառել։ Բախումների հետևանքով առնվազն 16 ուժային է զոհվել։ Միաժամանակ Տարտուսում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները Դամասկոսում նոր իշխանության դեմ կարգախոսներ են վանկարկել։ Հիմնականում դրուզներով բնակեցված Սուվեյդա նահանգում էլ մարդիկ փողոց են դուրս եկել երկրում իշխանափոխության կոչերով։ Հայաստանի տարածքում փակ են Ամբերտ օդերևութաբանական կայանից Քարիլիչ եւ Ամբերտ ամրոց տանող ճանապարհները։ Ռուս-վրացական սահմանի վերին Լարսի անցակետ տանող Ստեփան Ցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։